բոլորից շատ հարգում եմ, բայց կլինի այսօր առանց հարցազրույցի։ Շատ կարճ, ընդհանրապես ձեր ներկայության հետ կապված նախ եկեղեցու բակում ենք։ Ես իմ կուսակցական ընկերները եկել են պատարագի։ Պարոն Մելքոնյան, դուք Վարդենիսից եք։ Այո։ Վարդենիսից ինչու եք եկել Մասիս համայնք պատարագի, այլ ոչ թե ձեր համայնքում։ Սա մեր երկիրն է, որ իմ ընկերները գնացել են պատարագի, ես եւս ներկա եմ գտնվում։ Եթե չեք Ժորժ ջան, բոլորս միահամուռ, եթե նկատել եք, այստեղ գտնվողներից շատերն էլ, բոլորի պայքարը երկրի առաջ խաղաղությունն է, երկրի անվտանգությունն է, երկրի ներսում խաղաղությունն է, եւ բոլորս մի նպատակի համար ենք այստեղ։ Առաջադրվել եմ։ Արժևում արժանտրություններն են, այ առաջադրվել եմ եւ հաստատվել եմ։ Եվ նաեւ դեռ պատճառաբար Ոչ, չէ որ դուք նկատում եք, որ ամենտեղ ես իմ կուսակցական ընկերների հետ ներկա եմ։ Բայց Նիկոլ Փաշինյանը այլ բաներ խնդրել, ասել, կարգադրել, որ գնաք տարբեր եկեղեցիներ եւ խնդրեք։ Օրինակ դուք լսել եք Նիկոլ Փաշինյանին, խնդրել եք որևէ։ Արեք մի բան ճշմարիտ ասենք։ Այն ինչը որ անում ենք, ես իմ կյանքում առաջին անգամ ու վերջին անգամ կուսակցական եմ։ Այն ինչ որ անում ենք ինքնակամ պետք է հասկանաք ինձ որևիցե մեկը որևիցե բան չի ասել։ Նայեք կողքներս, բոլորը արդեն վերջին 7 տարում իմ ընկերներն են դարձել, չնայած կուսակցական ընկերներ, նաև ընկերներ եւ բնականաբար որտեղ ընկերները, այնտեղ մենք։ Եթե Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պայմանավորված չի ձեր պատարագի մասնակցելը, կարող եք Վարդենիսի եկեղեցուն մասնակցել։ Եթե տեղյակ եք, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ ինձանից առաջ Վարդենիս համայնքի ղեկավարները երբևիցե չեն եղել պատարագի, այդպես տեղեկություն ունեմ, ու իմ ժամանակ, երբ որ ես եմ այնտեղ աշխատել, միշտ եղել եմ պատարագի, նույնիսկ շատ մարդկանց բան թվականակ եղել եկեղեցում դրսից են պատարագին մասնակցել, ինձանից հետո նորից չկա մարդ, որ գնա համայնքապետարանից պատարագի։ Նախորդ անգամ ուխտիերթին էր մասնակցում։ Դրա մասին որևիցե բան չեմ ասի։ Դրա մասին կարաք իրան հարցնեք։ Ինչ հարաբերություն։ Ընդհանրապես հարաբերություն չունենք, ոչ մի տեսակի։ Չենք էլ կարող ունենանք, մեր գաղափարները շատ տարբեր են։ Բայց նախկինում իր գաղափարներն էլ էին այսպես ընդդիմադիր, բայց քանի որ նա մասնակցել է ուխտիերթին Փաշինյանի հրավիրած, ստացվում է հայացքների փոփոխություն կա այս առումով։ Իրենց մոտ դա իրենց պիտի հարցնեք, իրենցից, ովքեր որ մասնակցում են, իրենց հարցրեք, են ներկա լինում, ինչն է պատճառը։ Դուք էլ ինչ-որ շրջան ընդդիմադիր կեցվածք ունեիք, պարոն Մելքոնյան, այո։ Ում նկատմամբ։ Ժորժ ջան, ես կուսակցական եմ, ոնց կարամ ընդդիմադիր կեցվածք ունենամ։ Երբևիցե նման բան լսել եք ինձանից կամ ինչ-որ մեկից։ Ես կուսակցական եմ, բացի կուսակցական լինելուց սկզբունքային մարդ եմ։ Միշտ, եթե նայեք 10 տարի առաջվա Արամ Մելքոնյան եւ այսօր միշտ ես ունեցել եմ սկզբունք եւ միջև այսօր։ Ես իմ սկզբունքների հավատարիմ, շարժվում եմ առաջ։ Թեմի առաջնորդը Գևորգ Սրբազանը ազատվել է այդ պաշտոնից եւ նոր հոգեվորական է գալու։ Ինչ եք կարծում, ինչ շահանգուցում պետք է առաջնորդը։ Կոնկրետ այստեղ որտեղ մենք միասացություն թեմի կլինի ես այստեղ հետ կապված որևիցե մեկնաբանություն չանեմ։ Նորից եմ ասում, իմ ընկերների հետ եկել ենք պատարագի եկեղեցում ներված են դուրս եկել։ Չէ, քանի որ տեղեկություն կար, որ այլ մարզում էր մասնակցելու պատարագի, սակայն այդ հանգամանքով պայմանավորված է վերջին պահին որոշում կայացել եւ հայտարարությամբ եկել։ Արեք իարգանքս բոլորիդ, ես ներողություն խնդրեմ, գնամ ներս, խնդրում եմ։ Ինչի մասով կար, ես պատասխանում, մնացած առումներով չեմ պատասխանի, ուղղակի ներողություն խնդրեմ, գնամ ներս, կլինի։ Շատ կարճ ուղղակի օրինակ ինչու համար էր, քանի որ այստեղ մարդիկ էլ կան, որ հիշում են, ասում են, շատ նման է, որ մարդը պետք է ազատի աշխատասենյակը կամ կառույցը, բայց չի ազատում եւ ձեր պարագայում էլ հիշում են, երբ որ դուք չէիք ընտրվել համայնքի ղեկավար, դուրս չէիք գալիս, կնիկը չէիք հանձնում, այդ օրերը եւ արդյոք ինչ այդ օրերի մասին շատ հարցազրույցներ տվել եմ, նույնիսկ վերջ օրով քաղաքապետարանից, համայնքապետարանից դուրս գալուց հարցազրույց տվել եմ։ Ինչ որ արել էի շատ տեղիներ, եթե հետ գնանք մտնայիք ձեր
տեսագրությունները կհասկանաք ինչի համար դուրս եկա վերջը։ Դատարանը որոշեց եւ դուրս եկանք։ Իսկ այդ մասով այսինքն որևէ գործ չկա այլևս քրեական Չէ, մարդիկ աշխատում են, ես իմ գործերով, մարդիկ իրանց գործերով ամայնքում։ Այդ միջադեպով որևէ քրեական գործ Չէ, որևէ միջադեպ չեղեց, ես շնորհակալ եմ, որ պարտադիր չհանդիպեցի։ Չէ, որևիցե մեկ, չէ։ Տեսել եմ, որ այնտեղ եղել են Վարդենիսից մարդիկ, բայց անվանը ոչ, իհարկե։ Չկար մարդ, որ բարևեի։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, ներողություն։